Ռուբրիկա Էվայի ապագա երեխան։ Ուրեմն բացատրեմ ինչի մեջ է կայանում այս ռուբրիկան։ Քանի որ ես նենց մարդ եմ, որ շատ եմ սիրում նոստալգիա այդ ամեն ինչը, ու ես շատ եմ ուզում անընդհատ փորձում եմ ինչ-որ մի բաներ ստեղծել, որ ապագայում ես կարողանամ նայել եւ այդ նոստալգիայի այդ էմոցիան զգամ։ Ուրեմն ինչ եմ ես անելու։ Ես ես պատմելու եմ ոնց կդաստիարակեի իմ երեխաներին որպես 15 տարեկան աղջիկ։ Իսկ հետո երբ ես արդեն լուրջ դառնամ մամա, արդեն ես այս վիդեոն կնայեմ ու կհիշեմ կամ կծիծաղամ կամ կասեմ վայ ինչ ճիշտ էի մտածում ու տենց ինձ կպարգևեմ մի լավ հիշողություններ։ Դրա համար let's go։ Առաջինը, իմ երեխան պետք է փոքր ժամանակվանից ընտրի մի հատ սպորտ ու այդ սպորտով զբաղվի։ Ինձ չի հետաքրքրում ինքը վատոր է ունեցել, չգիտեմ, ինչ-որ տխուր է, դա դիսցիպլինա է։ Что-то շատ նման եմ հնչում մամային։ Այն մտքից, որ ես հիմա մտածում եմ, որ ես կարա հիմա ինչ-որ մի չգիտեմ, շատ լավ պարուհի լինեի կամ շատ լավ գիմնաստիկա լինեի, որովհետև 5 տարեկանից կամ ավելի շուտ զբաղվել եմ, ես կուրախանայի։ Երկրորդը, ընդհանրապես խիստ չեմ լինելու գնահատականների մասին, որովհետև իմ ծնողները ինձ հենց տենց են դաստիարակել ու երբեք իմ մաման իմ վրա չի ջղայնացել ինչ-որ մի վատ գնահատականի համար։ Մաման ինձ միշտ ասել է, որ գնահատականը ոչ մի բան չի նշանակում, կարևորը ինչ կա այստեղ։ Դրա համար ես իմ երեխայի հետ նույն ձև կվարվեմ ու չեմ ջղայնանա, եթե ինչ-որ մի վատ գնահատական ինքը ստանա, ինձ լիժ բը դու այդ դպրոցը ավարտես։ Ինքը ընտրել է 3 հատ գիրք եւ ամեն մի գիրքը վերջացնելուց ու եթե ինքը ինձ գա պատմի, ես իրան տալու եմ գումար։ Քիչ իրան կաշառում եմ, բայց կաշառքը վատ բան չի, այդպես մտածում եք։ Ինչա, դու գիրքը կարդա, ուղղդ լցրա, մաման է քեզ փող կտա։